ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի բարեկամների խմբի հանդիպմանը Հայաստանի դեսպանը նշել է, որ Բաքվում ապրիլի վերջին կայացած դաշինքի ֆորումն անցկացվել է կազմակերպության հիմնարար նորմերը ոտնահարող երկրում։ Ադրբեջանական զինված ուժերը նողկալի բարբարոսություններ են իրականացրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, դիտավորյալ թիրախավորել են նաև կանանց, երեխաներին և ծերերին, հարվածել են դպրոցներին ու մանկապարտեզներին, իրագործել են սպանություններ, գլխատումներ, խեղել են զոհերի դիերը։ Այս ամենն անհամատեղելի է քաղաքակիրթ աշխարհի հիմնարար նորմերի հետ։ Զոհրաբ Մնացականյանը ընդգծել է բարբարոսությունները երկրի իշխանության իրականացրած հակահայկական ռասիստական քաղաքականության հետևանք են։ The grave and systematic violations of international humanitarian law committed by Azerbaijan. Միջազգային հումանիտար իրավունքի հետևողականորեն խախտումները, սպանություններին մասնակցած, դրանք իրականացրած անձանց քաղաքական բարձրագույն մակարդակով հերոսացնելը ուղղակիորեն որակվում են ռազմական հանցագործություն։ Այն պահին, երբ Բաքվում ընթանում էր ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի ֆորումը, Ադրբեջանը շարունակում էր խախտել հրադադարը։ Ֆորումի բացմանը Ալիևն իր խոսքում ատելություն էր քարոզում հայերի նկատմամբ։ Բաքվում կայացած ֆորումի վերաբերյալ քննարկման ավարտին Ադրբեջանի պատվիրակը փորձել է հայտնել իր կարծիքը։ Հայերը գրավել են իմ երկիրը, հիմա էլ ցանկանում են գրավել այս հարթակը, թույլ մի տվեք նրանց անել դա։ Զոհրաբ Մնացականյանն էլ նշել է, որ ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի միջոցառումների անցկացման վայրը պետք է ընտրել ըստ նրա, թե տվյալ երկիրը որքանով է հարգում այս հարթակի հիմնարար կանոնները, ընդգծելով, որ Հայաստանը կաշխատի ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի հեղինակությունն ու բարի համբավը վերականգնելու ուղղությամբ։ Դավիթ Սարգսյան, ժամը լրատվական։